Ծառատունկ է Ուրցաձոր գյուղի սարերում, ձեռք-ձեռքի անապատացման դեմ պայքարում համախմբվել են Յուքոմ ընկերությունը, Արևորդին և վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Յուքոմը ոչ թե մտածում է կանաչ կամ արտահայտվում է կանաչ, այլ ինքը կիսում է կանաչի արժեհամակարգը ու դա նշանակում է պատասխանատվություն և պարտավորություն։ Պատասխանատվության ու պարտավորության զգացումն է Յուքոմի թիմին սարեր բերել, Հայաստանի 11%-ն է ընդամենը անտառ։ Բացը պետք է լրացնել, կանաչ տարածքները պետք է ավելանան։ Յուքոմը ամեն տարի մասնակցում է այսպիսի միջոցառումների, որտեղ միջոցառումը Յուքոմի համար միջոցառում չէ, ինքը պատկամ է, ինքը ինչ-որ տեսիլք է, ինքը ինչ-որ առաքելություն է, որի միջոցով մենք փորձում ենք պատրաստել մարդկանց, որ մտածեն կանաչ ու աշխատեն ու գործեն կանաչ։ Այս ջերմատներում են աճեցնում հայկական էնդեմիկ ծառերը, երբ փոքրիկ տնկիները մի քիչ հասակ առնեն, հանրապետության մեկ այլ տարածք կտեղափոխվեն, անտառ կդառնան։ Նպատակ ունենք ավելի քան 6000 հեկտար անտառ տնկել հիմնադրամով, որի շնորհիվ Հայաստանը ավելի կանաչ կլինի եւ ավելի շատ անտառներ կունենա։ Ծառատունկը դեռ տարեսկզբին է սկսվել, բնապահպանական այս նախաձեռնությամբ Յուքոմը ցանկանում է 10,000 ծառ տնկել Հայաստանում, աջակցել բնության վերականգնմանը։ Յուքոմի հետ համագործակցությունը արդեն դառնում է ավանդույթ հիմնադրամի եւ Յուքոմ ընկերության, այս տարի արդեն 10,000 ծառեր են տնկված եւ ինչպես տեսնում ենք նաեւ աշխատակիցները Յուքոմի որպես իրենց սոցիալական պատասխանատվության մի մաս միացել են մեզ, տնկելով իրենց ծառերը արդեն։ Սաղարթախիտ անտառների վերականգնմամբ մեղմելու ենք կլիմայական փոփոխությունների վատ ազդեցությունը երկրագնդի վրա, համոզված են ծառատունկի մասնակիցները, վստահ են տարիներ հետո վերադառնալու են Ուրցաձոր, իրենց տնկած ծառերի արտադրած թթվածինը շնչելու։ Աննա Գյուլնազարյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։